Արարատ բանկ բաց բաժնետիրական ընկերությունն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն ապրիլի 16-ին հայտարարեցին 25 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրման մասին, որով շարունակում եւ ընդլայնում են երկարամյա համագործակցությունը բիզնեսի ֆինանսավորման ոլորտում։ Մենք FMO-ի հետ արդեն աշխատում ենք ավելի քան 10 տարի եւ 10 տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դոլարի կարգի արդեն պայմանագրեր ենք սպասարկել։ Հերթական պայմանագիր, որ կնքվեց այսօր, դա 25 միլիոն դոլար ներգրավված միջոցներ են, որոնք ուղղվելու են երկու հիմնական նպատակներով։ Մոտ մի 40%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը եւ 60%-ը կուղղվի սոցիալական անհավասարությունները հաղթահարող ծրագրերի իրականացմանը։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի FMO-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Ռուհի Քոզգունի խոսքով իրենց տրամադրած նոր վարկը կնպաստի բնապահպանական ծրագրերի, փոքր բիզնեսների եւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը մի երկրում, որտեղ բնակչության գրեթե 30% նախքատության շեմին է, ինչը լիովին համապատասխանում է FMO-ի ազդեցության օրակարգին։ Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից, հակառակ դեպքում 10 տարի շարունակ վարկային միջոցներ չէինք ուղղի Արարատ բանկին։ Մենք ուսումնասիրել ենք նաև նախորդ տարիների արդյունքները, դրանք իսկապես նպատակային են ծախսվել։ FMO-ի հետ արդեն մեր համագործակցությունը 10 տարուց ավել, ըստ էության խարսված է արդեն լավագույն ավանդույթների հիման վրա եւ ստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ նաև տեխնիկական աջակցություն, մասնագիտական առումով մեր աշխատակիցների վերապատրաստում։ Երկու ֆինանսական հաստատությունների համագործակցությունը սկսվել է 2014 թվականին 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով, իսկ Նասիրա վարկային պորտֆելի երաշխիքի շրջանակում ընդհանուր ֆինանսավորումը կազմել է մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլար, շուրջ 1500 ՓՄԶ-ներին եւ գյուղատնտեսական ձեռնարկություններին ավելի քան 2000 վարկ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։